Դե դու արի քիչ կան, այս կամար։ Որտեղ խոսում է, որ եթե ուժեղ Հայաստանը հաղթի, դուք կունենաք պատվերներ, դուք կունենաք շատ աշխատանք։ Եվ դա դիտվել է որպես ընտրակաշարքի խոստում առանց հաշվի առնելու տվյալ գործարանատիրոջ տնտեսական հզորությունները արտոնյալ պայմաններ ստեղծելու, պատկերացրեք քրեական արդարադատությունը ինչ մակարդակի ենք մենք իջեցրել։ Հիմա Փաշինյանը էլ գործարանների հետ է հանդիպում, էլ քաղաքում ասում է, որ ամեն ինչ լավ է լինելու, 2016 լավ ապագա է խոստանում, աճեր եւ այլն։ Այս համատեքստը Գիտեք, ավելի լավ է հումանիզմ սերմանվի, կերակրող մոր նկատմամբ քրեական նման որակի արդարադատություն չիրականացվի, թող մի քիչ էլ տնտեսությունը թույլ լինի Փաշինյանի, բայց գոնե մարդկային կարմիր գծերը, մարդասիրական կարմիր գծերը պահպանվեն, ասենք կանանց նկատմամբ, երեխա մայր կանանց նկատմամբ, ով կրծքով կերակրում է իր երեխային եւ ժամեր շարունակ հենց հիմա հարցաքննության մեջ պահել ու նման մեղադրանքով կարծում եմ շատ ամոթալի եւ զավեշտալի է։ Պարոն Ասլյան, հաշվի առնելով, որ նմանատիպ դեպքեր բոլորովին վերջերս եղան, այօրինակ մի քանի երեխաների մայր ձերբակալեցին Facebook-յան մեկնաբանության համար ու պահեցին եւ ոչ 2 ժամ։ Անկեղծ ասած, մեր ակնկալիքները հիմնված չեն ոչ տրամաբանության, ոչ իրավագիտակցության, ոչ պետական մտածողության վրա, ուստի ակնկալիքները միայն Աստծուց են կախված, թե այդ պահին ում կամքը ինչպես կաշխատի։